Շատերը ակնարկում են, որ սահմանը բացվում է առաջին անգամ 1993 թվականից, երբ Թուրքիան փակեց սահմանը եւ ոչ բոլորը հիշում են, բայց ես եւ իմ սերունդը պետք է որ հիշեցնենք ձեզ։ Թուրքիան փակեց սահմանը, երբ հայոց բանակը, կամավորական ջոկատները, աշխարհազորը ազատագրեցին Աղդամը։ Դրա հետևանքներ հայոց բանակի հակահարձակումը եւ բեկումը Արցախյան պատերազմում։ Ի նշան բողոքի Թուրքիան սահմանը փակեց, բայց կարևոր է հիշել, որ սահմանը բաց էր շատ կարճ ժամանակ եւ բացվեց այն միայն Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ճնշման տակ, ես նկատի ունեմ 91 թվականը, երբ շրջափակված ցրտից ու մթից տառապող, ցավից գալարվող հայ ժողովուրդը գոյաբանական պայքար էր մղում եւ Միացյալ Նահանգները պահանջեցին, դրեցին նժարի վրա իրենց ողջ ազդեցությունը, Թուրքիան բնականաբար չդիմացավ դրան եւ թույլ տվեց եւ ամերիկյան ցորենը եւ մյուս պարենը, որը ընդհանուր քանակով 2.5 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն, հիմնական USAID Ամերիկայի հիմա արդեն փակված մարդասիրական համաշխարհային գործակալության կողմից հասնում էր Հայաստան Թուրքիայի երկաթուղիով, հատելով հայ-թուրքական սահմանը։ Սակայն մինչև 91 թվականը այդ սահմանը փակեր առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Եվ դրանից առաջ նույնպես փաստորեն, որովհետև Կարսի շրջանը, Սուրմալու, Իդիրը ռուսական կայսրության մաս էին, արևմտյան Հայաստանի հետ այդ մասը ամենայդեպս, այդպես որ սահմանը փակեր ավելի քան 100 տարի եւ այս իրադարձությունը իսկապես պատմական է։ Դա անչափ կարևոր է աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքակրթական առումներով, որովհետև բացում է Հայաստանի առջև նոր հնարավորություններ։ Միաժամանակ այն դուռ է բացում նոր մարտահրավերների, սպառնալիքների համար եւ կարծում եմ արժե այդ ամենը քննարկել։ Թվաբանության մեջ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, բայց կյանքը, քաղաքականությունը ու անգամ տնտեսությունը թվաբանություն չէ, թեև թվաբանությունը կարևոր մաս է կազմում այս ամեն ինչի։ Թվաբանություն չէ այն առումով, որ գումարելիների տեղափոխությանը տեղափոխությունից կյանքում քաղաքականության մեջ կախված է շատ ու շատ բան։ Երբեմն դրանք բոլորովին փոխում են գումարը։ Եվ ես կարծում եմ մենք հենց այս դեպքի հետ գործ ունենք։ Տեսեք, Թուրքիան պատրաստվում էր տարիներ շարունակ, տասնամյակից ավել, 2 տասնամյակ շարունակ, դեռ Տեր-Պետրոսյանի օրոք, Տեր-Պետրոսյան Դեմիրել, Թուրգուտ Օզալ, հետո նաև հետագայում նախագահ Գյուլ, Սերժ Սարգսյան, սահմանի բացման խոսակցությունները տևում են այնքան ժամանակ, որքան գոյություն ունի անկախ Հայաստանը, պայմանական անկախ, փակ սահմանով, 2 փակ սահմանով Հայաստանը, թեև այստեղ նույնպես թվաբանություն չի աշխատում եւ երբեմն փակ սահմաններով պետությունը կարող է լինել ավելի անկախ, քան բոլոր սահմաններով բաց երկիրը։ Թուրքիան ներկայացնում է դա որպես
մարդասիրական ժեստ, ճիշտ այնպես ինչպես 91-92 թվականներին, եւ որպես արդյունք հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Այդպես է ներկայացվում պաշտոնական դիրքորոշումը Էրդողանի կողմից։ Եվ ահա այստեղ առաջին գումարելիներից առաջինի մեկի գոնը փոփոխությունը, որը կյանքում ունի մեծ տարբերություն թվաբանական զուգահեռներից։ Բանն այն է, որ Թուրքիան կարող էր բացել սահմանը շատ ավելի վաղուց եւ ոչ որպես մարդասիրական, բարեգործական, չգիտեմ ինչ քայլ, այլ որպես պարտադրանք։ Եթե Հայաստանը մտներ նույն ազատ տնտեսական գոտու մեջ, որում տասնամյակներով գտնվում է Թուրքիան, եւ դա կոչվում է Եվրոպայի FTA, Free Trade Area, ազատ տնտեսական գոտի։ Թուրքիան տասնամյակներ առաջ դիմել էր Եվրամիության անդամակցության համար եւ Եվրոպան մի քանի անգամ երբեմն անուղղակիորեն, իսկ երբեմն շատ կոշտ հասկացնել էր տալիս, որ չի ընդունի Թուրքիային Եվրամիության կազմի մեջ։ Քաղաքակրթական, քաղաքական, ժողովրդավարական, արժեքային պատճառներով։ Բայց Եվրամիությունը չհերքեց, չմերժեց եւ տվեց Թուրքիային այդ փոխհատուցումը, ընդգրկելով Թուրքիային ազատ տնտեսական գոտու մեջ, որպես դիմում տված, այսինքն թեկնածու երկրի։ Այո, Թուրքիան ունի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ, եւ այդ կարգավիճակը տալիս է նրան ազատ տնտեսական գոտու անդամ լինելու առավելությունը, արտոնությունը։ Եվրոպան եւ Թուրքիան կառուցում են իրենց տնտեսական հարաբերությունները հենց այդ FTA, ազատ տնտեսական գոտու տրամաբանությամբ։ Ահա ինչու Թուրքիան բազմաթիվ եվրոպական, հատկապես գերմանական լիցենզիաներով արտադրում է իր տարածքում կենսաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, հեռուստացույցներ, լվացքի մեքենա, այն ամենը, ինչ ձեզնից շատերը տեսել են գեղեցիկ անվանումներով, Electrolux, Bosch, չգիտեմ էլ ինչ անվանումներով, եթե ուշադիր լինեք, այդ եվրոպական բրենդների անվանման տակ փոքր տառերով գրված է արտադրված է Թուրքիայում։ Այո, դա լիցենզավորված արտադրանք է, եւ Թուրքիան վերջին 2-3 տասնամյակների ընթացքում այս առումով կտրուկ տնտեսական աճ է գրանցել հենց Եվրոպայի առևտրի շնորհիվ, փոխադարձ առևտրի։ Եվ մեր վաղեմի եվրոպական կուսակցության նկատի ունեմ առաջարկը, հորդորը, պահանջը դիմում տալ Եվրամիության անդամակցության ուներ ոչ վերջին հերթին, եթե ոչ նախ եւ առաջ, այդ պատճառը։ Եթե Հայաստանը դիմում ներկայացներ, այն գրեթե մեխանիկորեն ստանալու էր նույն կարգավիճակը, ինչ եւ Թուրքիան։ Իսկ այդ դեպքում, ինչպես Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, ինչպես բալկանյան երկրները, որոնք նույնպես ունեն ազատ տնտեսական գոտու անդամի կարգավիճակ, որովհետև իրենք նույնպես ունեն Եվրամիության թեկնածու երկիր, անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակը։ Մենք բոլորս կհայտնվենք նույն տնտեսական գոտում, իսկ այդ տնտեսական գոտու նախապայմանն է ազատ առևտուրը եւ բաց սահմանները։ Կարճ ասած, Հայաստանը շատ վաղուց կարող էր բացել Թուրքիայի այդ սահմանները,
այս միջոցով դիմելով Եվրամիությանը եւ Թուրքիան չէր կարողանա մերժել Եվրամիության, ինչպես չմերժեց հիմա, որովհետեւ չմոռանանք վճռական դերը այսօրվա իրադարձության խաղաց Եվրամիությունը, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նամակը, որը նա Երևանյան վեաժողովից եվրոպական օրեր առաջ ուղարկեց նախագահ Էրդողանին, հորդորելով նրան բացել այդ սահմանը։ Եվ նա ստացավ հավաստիացում, որ սահմանը կբացվի։ Լավ կլիներ իհարկե, որ դա լիներ, որ դա կատարվեր հենց վեաժողովի օրերին, բայց թուրքերը որոշեցին նման նվեր Ֆրանսիային չմատուցել։ Ֆրանսիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև հատկապես Մակրոնի օրոք հարաբերությունները շատ լարված են։ Չմոռանանք, որ գործը Էրդողանի եւ Մակրոնի միջև հասնում էր եւ դա մնում է ուժի մեջ անձնական վիրավորանքներին։ Էրդողանը Մակրոնին անվանում էր հոգեկան հիվանդ, մեղադրում էր աֆրիկյան երկրներում ցեղասպանություն կատարելու համար։ Դուք երևի չեք մոռացել ինչպես էին սրվել Մակրոնի օրոք հարաբերությունները Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջև, երբ որ Ադրբեջանը այդքան լկտիացավ, որ միջամտում էր Ֆրանսիայի ներքին գործերին, Ֆրանսիայի դեպարտամենտներում, Օվկիանիայի երկրներում, Աֆրիկայում, Կորսիկայում եւ ռուսական իհարկե հատուկ ծառայությունների օգնությամբ, որոնք թաքնվում են ադրբեջանցիների եւ ադրբեջանական դրոշի ետևում, հենց ադրբեջանական դրոշն էր հայտնվում հակաֆրանսիական ցույցերում, Մալիում, Կորսիկայում։ Այո, ոչ ոք դա չի մոռացել։ Ֆրանսիայում նույնպես մարդիկ եւ քաղաքական գործիչները լավ հիշողություն ունեն։ Սակայն Հայաստանը երբեք դրանից չէր օգտվել եւ առակս ինչ կցուցանե։ Հայաստանը հիմա էլ դրանից չօգտվեց, փոխանցելով բոլոր դափնիները Էրդողանին եւ մնալով կրավորական, пассив օբյեկտի դերում։ Բայց լավ, դա էլ մի կողմ։ Պարզապես սա կարևոր է ընդհանուր ենթատեքստը հասկանալու համար։ Ինչ կարող է Հայաստանին տալ Թուրքիայի հետ բաց սահմանը։ Առավելությունները պոտենցիալ դրանց ներուժով մեծ են։ Թեև ես ինչ որ չեմ լսել վերջին օրերին բոլորի ականջներից կախված հարցը մեկ այլ նման զարգացումների մասին, օրինակ, երբ մենք խոսում ենք Եվրամիությանը անդամակցելու մասին, երկրորդ թե երրորդ հարցը անխուսափելիորեն նույնն է. ինչ ունենք մենք Եվրոպային տալու։ Երբ որ արդեն հարցնում են ում ենք մենք Եվրոպայում պետք, երկրորդ կամ երրորդ հարցն է լինելու անպայման, իսկ ինչ ունենք մենք Եվրոպային տալու։ Լավ հարց է, իսկապես լավ հարց է, բայց ինչու՞ չենք հարցնում, իսկ ինչ ունենք մենք Թուրքիային առաջարկելու։ Այդ ինչ կարող է արտադրել Հայաստանը, այսօրվա Հայաստանը, որը մենք վաճառելու ենք Թուրքիայում, թուրքական բազմաթիվ գյուղատնտեսական, շինանյութային, կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմեքենաների, շորերի, դուք ասեք, թուրքական խանութները եւ շրջապակման օրերին եւ հիմա թուրքական ապրանքները վխտում են հայկական շուկայում։ Պարզապես Վրաստանի սովորաբար միջոցով, երբեմն Իրանի միջոցով մենք բոլորս տեսել ենք դա, ոմանք գնում են այդ ապրանքները, ոմանք հագնում են այդ շորերը, ուտում են այդ սնունդը։ Հիմա երբ որ վերջին սահմանափակումները հանվում են եւ սահմանը բացվում է, կարելի է պատկերացնել ինչ ահռելի հոսք է լինելու Թուրքիայից դեպի Հայաստան։
Պատկերացնելու համար, թե ինչ ենք մենք ուղարկելու հակառակ ուղղությամբ, հիշեցնեմ, որ Ադրբեջանից ստացած վառելիքի եւ սննդամթերքի անասնակերի դիմաց, որի չափերը $5.5 միլիոն էին այդ առաջի քանակումների, Հայաստանը $900, կարծեմ 1000-ի էլ չհասավ, ինչ որ հոլանդական ծաղիկներ էր ուղարկել Ադրբեջան։ Ամենայն դեպս բանիմաց մարդիկ այդպես էին պնդում եւ մենք ուրիշ բացատրություններ ու մեկնաբանություններ կառավարությունից չլսեցինք։ Կարծում եմ շատ ավելի խեղճուկ եւ ողորմելի վիճակ կլինի այդ դեպքում Թուրքիայի հետ առևտրի թվերով եւ որակով եւ քանակությամբ եւ կազմով այդ ամեն ինչով, բայց խնդիրը այն է, որ թուրքական շուկան չէ, որ պետք է լինի Հայաստանի նպատակը։ Թուրքիան Հայաստանի համար պետք է տարանցիկ երկիր դառնա Եվրոպա գնալու, բեռներ ստանալու, բեռներ տանելու համար։ Եվ եթե մենք լրվենք այսօրվա իրավիճակում, ապա մենք կհասնենք ընդամենը ոչ թե Ստամբուլի, այլ Իղդիրի շուկա, ընդամենը։ Ավելի հեռու չենք գնալու։ Եվ սա առաջացնում է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, լեզվաբանական եւ ի վերջո գոյաբանական խնդիրներ։ Ես հաճախ գործի վերմամբ շփվում եմ եվրոպացիների հետ, լինում եմ Եվրոպայում, քննարկումներ, վերլուծություններ ենք անում միասին եվրոպացիների հետ եւ ամենապատասխանատվությամբ կարող եմ ասել, որ հիմա եվրոպացիների վերնախավը Հայաստանի դեպքում, Հայաստանի մեջ, Հայաստանում տեսնում եմ մի բան, որը մենք վաղուց ինքներս մեր մեջ չենք նկատում, չենք գնահատում։ Եվրոպայի համար Հայաստանը եզակի երկիր է, որը պահպանեց դարերի ու հազարամյակների ընթացքում իր իմունիտետը։ Մենք ապրում ենք համավարակների դարում եւ իմունիտետ, իմունոդեֆիցիտ բառերը, այսինքն պաշտպանության բացակայություն կամ արկայություն ինքնապաշտպանության, կենսական, կենսաբանական, քաղաքակրթական, մշակութային ինքնապաշտպանության այդ իմունիտետը դա մի բան է, որը Եվրոպան կորցնում է եւ որը ըստ եվրոպացիների ունի Հայաստանը։ Ահա թե ինչն է Հայաստանի գլխավոր գաղտնիքը եվրոպացիների համար։ Ահա այն շտամը, այն պատվաստը, որը եվրոպացիները ուզում են ստանալ Հայաստանից, որպեսզի բուժվեն, որպեսզի ձեռք բերեն այդ իմունիտետը, որը ըստ նրանց ունեն հայերը։ Եվ իսկապես, տեսեք, ապրելով հազարամյակներ շարունակ թշնամական, կրոնական, ռազմական, քաղաքական, մշակութային, լեզվական շրջապատում, մթնոլորտում, միջավայրում մենք կարողացանք այնուամենայնիվ պահպանել եւ մեր ինքնությունը, եւ մեր լեզուն, եւ մեր կրոնը, եւ մեր ինքնությունը, եւ մեր մշակույթը, ստեղծեցինք արվեստ համաշխարհային մակարդակի։ Այդ առումով Հայաստանը մշակութային գերտերություն է, եւ դա կատակ չէ, դա ընդունված է այդպես աշխարհով մեկ։ Եվ Թուրքիայի հետ բացվող սահմանները ունեն հիմա այս պահին մի չբացահայտվող, չմեկնաբանվող, բայց ակնհայտ վտանգ։ Հայաստանը հիմա գտնվում է իր պատմության ամենաթույլ շրջաններից մեկում։ Թույլ ոչ այնքան եւ ոչ միայն
զինվորական ուժի տեսակետից, տնտեսական, այդ ամենը եղել է եւ նախկինում մենք շատ թույլ ենք հենց ազգային ինքնության իմունիտետի կողմից, տեսակետից եւ դրա ահռելի մեծ մեղքը ու պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որովհետեւ հանուն սեփական իշխանությունը պահպանելու համար այդ թիմը գնում է աննախադեպ քայլերի գրոհելով հենց հայոց ինքնությունը